Դուք մեր քննարկումների ֆոնին այ համակողմանի խնդիրներ առաջացան, որոնցից մի մաս ներկայացրեցին դիմողները, մյուս մասը երրորդ անձիկ, նաև դատարանը իր որոշ հարցադրումներով դրանց անդրադարձավ։ Այ մեր կողմից նշված այս բոլոր խնդիրները, որոնք քննարկման առարկա են դարձել, ինչով եք բացատրում, որ դուք դրանց կարևորություն չեք տվել, եւ այսօր այդ կարևորություն չտալը շահարկվում է բոլոր կողմերի մոտ։ Դա վերաբերվում է գործոններին, ազդող գործոններին, դա վերաբերվում է վարչական վարույթներին, դա վերաբերվում է վարչական վարույթների շրջանակում այլ ավելի լայնածավալ գործողություններ չկատարելու, օրինակ նույն հատուկ հակակոռուպցիոն կոմիտեից որոշակի տվյալներ չվերցնելուն, չստուգելու նաև թե կուսակցություններում ինչպիսի դասավորվածություն կա, այս բոլոր հարցերը ընտրական օրենսգիրքը ձեզ է վերապահում։ Ինչով եք բացատրում, որ այս բոլոր բացերը այսօր դարձել են լուրջ քննարկման առարկա։ Տիկին Սաֆարյան, հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործերը մեզ համար կարող էին ընտրական փուլում դառնալ կոնկրետ գնահատման առարկա, եթե լիներ ուժի մեջ մտած դատավճիռ։ Չունենալով ուժի մեջ մտած դատավճիռ, ընթացքի մեջ գտնվող քրեական գործերով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ես չեմ կարծում, որ ունի նման լիազորություն այսօրվա կարգավորումներով ընթացքի մեջ գտնող քրեական գործերով տալ ընտրությունների մասնակիցների կամ ազդեցության վերաբերյալ գնահատական։ Դա իմ համոզմունքն է, դա նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր անդամների համոզմունքն է, որովհետև մենք ունեցել ենք նման դիմում եւ մեր որոշումը եղել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զուտ քրեական գործերի քննության փաստով չի կարող իրավական հետևանք առաջացնող որոշումներ կայացնել։ Այսինքն դուք ուզում եք ասել, որ դուք ընտրությանը մասնակցող կուսակցություններին որոշակի վերագրվող նաև երրորդ անձանց վերագրվող հարցերով տեղեկություններ պահանջելու իրավասություն չունեք, ընդամենը տեղեկություններ ստանաք, ինչպիսի խախտումներ է արձանագրվել։ Տիկին Սաֆարյան, որպեսզի դա ձևակերպեր որպես խախտում, պիտի լիներ ուժի մեջ մտած դատական ակտ կամ այլ իրավական ակտ, որը որ ուժի մեջ մտած կլիներ, այսինքն զուտ այն փաստը, որ իրավապահները նույնիսկ հիմնավոր կասկածով իրենց գործառույթն են իրականացնում, այո իրականացնում եւ ես բազմիցս ասել եմ, որ փառք ու պատիվ մեր իրավապահ համակարգին, որ իրենց գործը այսպես արդյունավետ են իրականացնում, բայց որպեսզի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ երևույթների հետ կապված արդեն իրավական հետևանք առաջացնող գնահատականներ տա, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պիտի ունենա իր տրամադրության տակ ուժի մեջ մտած իրավական ակտ։ Դատական ակտի տեսքով կամ այլ, այսինքն մենք զուտ քրեական գործի քննության փաստով իրավական հետևանք առաջացնող որոշումներ իմ կարծիքով չէին կարող նման որոշումներ կայացնել եւ նաեւ այս կարծիքը կիսում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր անդամները, որովհետեւ մենք նման հարց ունեցել ենք, քննարկել ենք։ Եթե այլ որ խնդրի հետ կապված որ հարցեցիք, մի բան էլ տենց կոնկրետացրեցիք։ Բազմաթիվ խնդիրներ հնչեցին, դուք կողմերին չեք լսում, ինչ։ Ես կողմերին լսում եմ, բայց գործոնների մասին ենք խոսում, որոնք ասում են ազդող են եղել։ Դուք արդյոք ուսումնասիրել եք այդ բոլոր գործոնների հնարավոր ազդեցությունը։ Գոնե ասենք, եթե ձեր սովորական ճշգրտությամբ չանեիք, գոնե ընդհանուր ինչ ազդեցություն է ունենում դա ընտրողի ազատ կամքի ձևավորման վրա։ Տեսեք, բոլորը խոսում են ընտրություններից առաջ ընտրական միջավայրի առողջ լինելու կամ առողջ չլինելու հանգամանքների մասին,
մի մասն ասում առողջ է եղել, մյուս մասն ասում առողջ չի եղել, արդյոք դրա պատասխանատուն դուք չեք եւ դուք չպիտի դրա հետ կապված ուսումնասիրություններ կատարեիք եւ հանգեիք եզրահանգման։ Ես սա եմ հարցնում։ Մենք հանգել ենք ուսումնասիրի քննարկումներ ունեցել ենք եւ ըստ էության մեր եզրահանգումը արտահայտված է 258 որոշմամբ, այսինքն որովհետեւ այնինչ որ այստեղ ներկայացվում է բարձր դատարանում, նույն խոսույթի հետ կապված, այդ ամենը նաեւ ներկայացված է եղել կենտրոնական ընտրական հանձնաժողովի երկու քաղաքական ուժերի կողմից ներկայացված դիմումներում։ Այսինքն մենք այդ ամենը քննարկել ենք եւ մեր գնահատականը 258 որոշման մեջ արտահայտել ենք։ Պարոն Հովակիմյան, դուք որոշակի ուսումնասիրություն կատարել եք ձեր, ասենք, երրորդ անձի կողմից ընտրությունների նախօրերին կամ ընտրություններից որոշակի ժամանակ առաջ սոցիալական այսպես ռեֆորմների իրականացման հնարավոր ազդեցության վերաբերյալ, օրինակ ինչքան թոշակառ ունենք, պետական ինչքան աշխատող ունենք, ինչպիսին է ընտրության արդյունքները, ինչ համամասնությամբ է դա բաշխվել, դուք կարողացել եք մոտավոր պատկեր ունենալ, որպեսզի այսօր կարողանայիք ներկայացնել նաև դա։ Կենսաբան մենք բոլոր, այսպես ենք, վարչական ռեսուրսի հետ կապված գնահատականները, բողոքները, հայտարարությունները մենք դիտարկել ենք ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածի լույսի ներքո։ Եվ այդ լույսի ներքո մենք բոլոր երևույթներին մեր համար ըստ էության 258 որոշման մեջ այդ գնահատականը տվել ենք։ Այսինքն սա ինչ եմ ասում, որովհետև 223 հոդվածը հստակ սահմանում է, թե ինչ է վարչական ռեսուրսի չարաշահումը։ Եվ նաև այն հանգամանքը, որ կառավարության կողմից սոցիալական ծրագրերի դա այդ գնահատականը նաև 258 որոշման մեջ կա կառավարության գործունեությունը որ չի դադարում։ Նաև այդ գնահատականը 258 որոշման մեջ կա, որ կառավարության գործունեությունը դուք շատ եք խմում կատարում 258-ի այդ որոշմանը ես հասկանում եմ ձեր դուք մտածում եք որ ձեր բոլոր քննարկումները դրանից ավելին չի եղել դուք այդպես եք գտնում որ այդ ինչքան որ քննարկվել է 258 ինչքան դեպք որ քննարկել եք ինչքան դեպքով որոշակի արձագանք եք ունեցել դա բավարար է որպեսզի պատկերն ամբողջացվեր ամբողջ ընտրության պատկերն ամբողջացվեր Սաֆան, ըստ էության դա ամբողջ ընտրությունների ամբողջացնող որոշում էր։ Դիմողը այդտեղ պիտի ամբողջանար այն ամենը, ինչ այդ տեղի ունեցել։ Դիմողը ներկայացրեց դրվագ եւ համայնքի ղեկավարը ընտրության օրը եւ նաեւ ձեր այդ որոշման մեջ կա այդ դրվագը ընտրության օրը 50 մետր հեռավորությամբ կանգնած որոշակի ուղղորդումներ է արել Եվ դուրս է եկել հանձնաժողովի նախագահը արգելել է թողել գնացել է այդտեղից եւ սրանից եզրահանգման է գալիս դիմողը որ այ մենք փոքր ռեսուրսներ ենք ունեցել չենք կարողացել ամբողջ պատկերը հանրապետության ներկայացնենք դրվագ առ դրվագ բայց կարող ենք անել նման հետևություն որ դա բազմաթիվ համայնքներում կրկնվել է Ինչպիսի տեղեկատվություն ունեք այս կապակցությամբ եւ ինչպիսի գործիքակազմ եք օգտագործել դա բացառելու համար։ Տկենսաֆան, այն մոտեցումը, որ առանձին տեղամասում արձանագրված խախտումը կարող է վերագրվել բոլոր տեղամասին, դա սահմանադրական դատարանը բազմիցս երգել է, բայց ես կարող եմ փաստել, որ քվեարկության օրը գործել է թեժ գիծ գործել է իրավիճակային կենտրոն, կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ բոլոր ահազանգերին, բոլոր, այսպես ասենք, մամուլով տեղ գտած որևէ դիտարկումին օպերատիվ լուծում ընտրվել։ Այդ թվում նաեւ, եթե անհրաժեշտություն առաջացել կենտրոնական ընտրական հանձնաժողովից կապվել են համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի, նախագահի կամ քարտուղարի հետ եւ պահանջել, որպեսզի այն խնդիրը, այն բողոքը, որ եղել արագ լուծվի եւ լուծվել է։ Սա է, այսինքն գործիքակազմը դա ըստ էության բոլոր ազանգերին օպերատիվ լուծում։
Երկու կողմերն էլ ներկայացնում են որոշակի դրվագներ, փաստեր, տեղեկություններ եւ անկախ դրա ազդեցությունից արդյոք ստեղծված իրավիճակում եթե պայմանականորեն ընդունենք դրանք ճիշտ կամ ոչ ճիշտ գնահատական չենք տալիս, արդյոք դրանից չեն տուժել այն կուսակցությունները, որոնք փոքր կուսակցություններ են, առաջի անգամ են մրցակցության մեջ մտել խոշոր կուսակցությունների հետ եւ արդյոք ամենաշատը չեն տուժում այդ կուսակցությունները։ Ամենևին ոչ, Տիկին Սաֆարյան, բարձ դատարան, որովհետև ընտրական օրենսգիրքը բոլորին տալիս է հնարավորություն։ Մեր խնդիրն է ապահովել այդ հնարավորության իրացումը։ Եվ երբ որ ես ասում եմ, որ բոլոր ահազանգիրը օպերատիվ լուծում են ստացել, դա նշանակում է, որ որևէ մեկը չի կարող դժվել։ Որովհետև այստեղ խնդիրները, որ առաջանում են, դա վերաբերում են բոլորին։ Եվ այդ մեր պարտականությունը այդ խնդիրները լուծել եւ լուծել օպերատիվ, ինչը մենք արել ենք։ Ես չեմ ասում, որ թերություններ ի վերջո գործ ունենք մի գործընթացի հետ, որի իրականացման ընթացքում ներգրաված են 40,000 մարդ մոտավորապես։ Դա հանձնաժողովի անդամներն են, տեխնիկական սարքերը սպասարկող անդամներն են, վստահված անձինք, դիտորդներ, ընդհանուր քվեարկության օրը տեղամասերում ներգրաված մարդկանց թիվը ավելին է, քան 40,000-ը եւ այդ ընթացքում, որ կարող են առանձին, չգիտեմ, դրվագներ լինել, դա կարծում եմ բացառել հնարավոր չէ։ Դա ինչ որ նշեցիք, վերաբերվում է բուն ընտրության օրվա գործիքակազմին, բայց բոլորի հիմնական փաստարկը վերաբերվում է միջև ընտրության պահը արդեն ձևավորված ընտրողի ազատ կամքի վրա ազդեցություն ունեցավ գործոնների, այսպես ասեմ, լայնածավալությանը բոլոր կողմերի օգուտ եւ ի վնաս հնչեցված, կարևոր չի, որ կողմն է։ Հիմա ես ձեզ հարցնում եմ, այդքան հրապարակումներ են եղել թերթերում, չգիտեմ, լրատվամիջոցները պարբերաբար անդրադարձել են գումարների արտահոսքին, հակահետախուզությունը որոշակի տվյալներ է հրապարակել, դրանցից որևէ մեկը դուք որպես կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ պարզելեք, ինչի հետ կապված է, արդյոք այդ ընտրություններին աբերաբերվում, թե ընտրություններից դուրս գործընթացներ են ընթանում, դուք դրանք պարզել եք, թե դա ձեր խնդիրը չեք համարել։ Տիկին Սաֆարյան, ընտրությունները մի գործընթաց է, որ դա ողջ պետությունն է իրականացնում եւ պետական գերատեսչությունից յուրաքանչյուրը ունի իր պարտականությունները։ Եվ երբ որ իրավապահները իրենց գործառույթն են իրականացնում, դա իրենց գործառույթն է։ Եվ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընթացքի մեջ գտնվող գործընթացներին նախաքննության ընթացքին կամ նույն հակահետախուզության ծառայության գործերին միջամտելու կամ իրենց ընթացքի մեջ գտնվող գործընթացները հիմք վերցնելու եւ դրանց հիման վրա իրավական գնահատականներ տալու լիազորություն իմ կարծիքով եւ կրկնում կենտրոնական ընտրական հանձնաժողովի նաեւ անդամների կարծիքով նման լիազորությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը օժտված չէ, որովհետեւ դա ստացվում է, որ դեռ չունենալով իրավական ակտ, որը որ փաստում է որևէ անձի կամ որևէ կուսակցության կողմից իրավախախտում թույլ տալու փաստը, նկատի ունեմ դատական ակտը, չունենալով այդ դատական ակտը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիմք վերցնի եւ տա իրավական գնահատական, ես կարծում եմ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նման իրավասություն չունի։ Ինչու եք ձեզ այդպես կաշկանդել։ Ինչով եք ձեզ այդպես կաշկանդել։ Ինչն է ձեզ արգելում, որպեսզի պետական մարմիններից տեղեկություն ստանաք։ Ընտրական օրենսգիրքը այդպիսի արգելքներ, կարծում եմ,
չունի։ Տիկին Սաֆարյան, տեղեկություններ մենք բոլոր պետական մարմիններից հնարավորություն ունենք ստանալու, որոնք որ մեզ անհրաժեշտ են, բայց տեղեկությունների հիման վրա իրավական հետևանք առաջացնելը զուտ տեղեկությունների, կասկածների, նախաքննության մեջ գտնվող գործերի հիման վրա իրավական հետևանք առաջացնելը իմ կարծիքով ընտրական օրենսգիրքը մեզ նման հնարավորություն չի տալիս, նման իրավունք չի տալիս։ Պատասխանատու եք, Տիկին Սաֆարյան։ Հարց չունեմ։ Շնորհակալություն։